Ոմանքս մեր շենքերի մեջ շատ լավ հարմարվել ենք։ Ոմանց համար էլ արդեն ծառայությունը դա ձանձրալի մի բան է դարձել։ Բայց իմացի, Հիսուս Քրիստոս երեք այսօր հավիտյան նույնն է։ Դու Հիսուսին չես հետաքրքրում։ Դու Աստծուն հետաքրքիր չես, եթե հետաքրքիր չի նրա ծրագիրը քեզ համար։ Շատերը եկեղեցում տարիներով անխնա են մնում։ Ոչ մի խնամք Աստծուց չկա իրանց կյանքում, անբավարարված, մտահոգված, դեպրեսիվ, ներքին անխաղաղություններով, տագնապներով, ինչ որ իրանց սիրողներ են ման գալիս, իրանց փառաբանողներ, իրանց գովողներ ու մեծարողներ են ման գալիս։ Բայց դու ման ես գալիս արդյոք մի հատ կորսվածի, որ իրան խոսես Քրիստոսի մասին, որտև Հիսուս հենց սրա համար եկավ։ Մենք ուզում ենք այսօր 100 փրկված, բայց Հիսուսը թողեց 99 փրկվածին եւ գնաց մի կորսվածի հետևից։ Այսօր կորսվածի հետևից գնացող չկա, այսօր բոլորը փրկված են ուզում, փրկված։ Ուզում ենք մեր դալիճները փրկվածներով լցվեն։ Ուզում ենք կանգնենք բեմևիրի վրա, ուզում ենք մեզ ցույց տանք, ուզում ենք ցուցադրվենք, ցուցամոլվենք փրկվածների առջև։ Եվ ինչքան շատ փրկված մեզ ճանաչի, բայց Հիսուս ուզում է, որ իրան կորսվածները ճանաչեն։ Այսօր քանի կորսված հոգու համար ես աղոթել։ Այսօր հիշել ես այսօր նրանց, ովքեր որ չկան երկար ժամանակ։ Հիշել ես նրանց, որ 30 տարի մենք ավետարանել ենք։ Տերը իմ սրտին դնում է, որ ամեն օր ես աղոթեմ նրանց համար։ Այսօր ինչքան ենք տեսնում եկեղեցում ըմբոստություն, ապստամբություն, հակառակություններ, եսի պորտկումներ, բայց ուր է այն հեզությունը ու խոնարհությունը, որի մեջ Քրիստոս հաղթում է։ Հիսուս գնաց ամենաստոր մահվան, միայն այդ հաղթանակը քեզ փոխանցի։ Իրան պետք չէր այդ հաղթանակը։ Իրան պետք չէր, որ դժոխքին հաղթեր։ Դժոխքը իրան երբեք չէր հաղթել, այդ մեզ էր պետք այդ հաղթանակը։